Իմ մասնագիտական կյանքում տեղի ունեցած տարբեր դեպքեր ոչ միայն կարող են զվարճալի լինել, այլ նաև սովորեցնող։ Այսօր ուզում եմ հիշել մի դեպք, որը տեղի ունեցել տարիներ առաջ, բայց նրա բովանդակությունը այսօր էլ շատ դեպքերում կրկնվում է, եւ ես որոշել եմ դրա մասին պատմել։ Եվ պայմանականորեն այն վերնագրված է 30-ից տղամարդուն մի բերեք սեքսապաթոլոգի մոտ։ Տարիներ առաջ ինձ զանգահարեց մի տիկին եւ շատ տխուր եւ անհանգիստ ձայնով սկսեց մանրամասն նկարագրել, թե ինչ խնդիր ունի իր երեխան, ասելով, որ երեխաս խնդիր ունի եւ ես ուզում եմ բերել ձեզ մոտ, բժիշկ ջան, խնդրում եմ օգնեք մեզ, ոչ մի կերպ չեմ կարողանում լուծել իր խնդիրը։ Դե նման դեպքերում բնականաբար հասկանում ես, թե առաջին հայացքից գործ ունես իսկապես երեխայի հետ։ Երբ որ երկար լսեցի կնոջ գանգատը եւ անհանգստությունը, հարցրի, թե քանի տարեկան է երեխան։ Ասեց, տղաս 30 տարեկան է, բժիշկ։ Հարցրի, իսկ ինչու եք դուք զանգահարել։ Ինչին իհարկե կինը պատասխանեց, ինչ տարբերություն, բժիշկ ջան, ես եմ զանգահարել, թե ինքը։ Մեր տանը գաղտնիքներ չկան եւ ես գիտեմ նրա ինձ իմ կյանքի մասին ամեն ինչ։ Իհարկե հորդորեցի, որ ճիշտ կլինի, որ զանգահարի տղան, բայց կինը պնդեց, որ խնդրում եմ ժամ տրամադրեք, որպեսզի տղայիս բերեմ։ Ոչ թե տղան գա, այլ տղայից բերեմ։ Սա էլ է արդեն իհարկե շատ բանի մասին խոսում։ Ժամ ամրագրեցի եւ եկավ իհարկե այդ օրը, երբ տղան պետք է գար եւ եկան երկուսով՝ մայրը եւ տղան։ Խնդրեցի, որ մայրը սպասի, որովհետև զրույցը բնականաբար սեքսապաթոլոգի կաբինետում միշտ պետք է լինի առանձին, որովհետև կոնֆիդենցիալ հանդիպում է եւ շատ հարցեր պետք է քննարկվեն միմիայն մասնագետի հետ։ Մայրն ասաց, որ ոչ, ես պետք է ներկա լինեմ, որովհետև մենք իրարից գաղտնիք չունենք։ Բնականաբար կոնսուլտացիան տեղի չունեցավ, որովհետև նման պայմաններում հնարավոր չի քննարկել հարցը, առավել եւս այն դեպքում, երբ բժիշկը պետք է հարցը ավելի բացի տա, ավելի բաց հարցեր եւ պահանջեցի, որ կինը սպասի դրսում։ Եվ ինչ նկատեցի, կինը նստել էր դրսում, բայց այն աթոռին, որ ամենամոտն էր իմ դռանը եւ ականջ էր փորձում դնել, լսելով մեր զրույցը։ Ցավոք նման դեպքերը շատ են։ Ինչի համար եմ ես սա պատմում։ Հարգելի ծնողներ, հիշեք, ձեր երեխաներ են մինչև 18 տարեկանը։ Դրանից հետո իրենք արդեն մտնում են հասուն կյանք, ունեն իրենց անձնականը եւ իրենց անձնական հարցերի դեպքում բժշկի գնալիս պետք չի զանգահարել բժշկին, երեխայի փոխարեն, ինչպես դուք եք ասում, այց ամրագրել, որովհետեւ դուք դրանով իսկ խախտում եք այն սահմանը, որի արդյունքում ձեր տղան կարող է դառնալ կախյալ եւ ունենալ բազմաթիվ խնդիրներ։ Եվ տղան իսկապես ուներ խնդիրներ։ Նա չէր կարողանում ծավալել սեռական հարաբերություններ, որովհետեւ մինչեւ այդ տարիքը ինքը դեռ գտնվում էր մոր հիպեր գերխնամքի տակ, որը սեռական դաստիարակության կոպտագույն սխալներից է, ինքնուրույն չէր եւ ոչ մի քայլ չէր կարողանում պատկերացնել, որը կարող էր անել առանց մոր միջամտության կամ խորհրդի։ Այս խնդրին առնչվում են ոչ միայն տղաները, այլ նաև աղջիկները, եւ շատ դեպքերում ես իմ գոլեգա գինեկոլոգներից էլ եմ լսում նման պատմություններ։ Այս հարցում եւս իհարկե պետք է ուշադիր լինել եւ հասկանալ, որ գինեկոլոգի մոտ գնալիս գուցե ծնողը կարող է հորդորել, խորհուրդ տալ դիմել բժշկի, բայց պետք չի մինչև վերջին քայլը լինել կողքին, փորձել իմանալ բոլոր մանրամասները, որովհետև դա միայն կարող է խանգարել։ Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երեխան, որը երեխա է ձեզ համար, նույնիսկ այս պահին վաղուց արդեն երեխա չէ, ունի իր անձնական կյանքը եւ կարիք ունի բժշկի հետ առանձին քննարկելու իր ինտիմ հարցը։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Գտեք մեզ ATV եթերում, իսկ համացանցում փնտրեք մեզ ամեն ուր, ամեն օր, ցանկացած պահի, նայեք մեր տեսանյութերը, մեկնաբանեք ու տարածեք։ Եվ շնորհակալություն ձեր թողած մեկնաբանությունների համար, որոնք մեզ համար անչափ կարևոր են։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք կուզենայիք լսել։